Մայիսի 5-ին Եզդիների տուն ազգային շարժման գրասենյակը, որը գտնվում է Արմավիր քաղաքի Հանրապետության 28 նոր հասցեում, հյուրընկալեց իր առաջին հյուրերին, որոնց թվում էին Եզդիական համայնքի և ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչները, կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը իր թիմով։ Եզդիների տուն ազգային շարժման նոր գրասենյակն է։ Սա իրավապաշտպան գործունեություն իրականացնելու համար ոչ թե մենակ եզդիների, այլ Հայաստանում բնակվող ցանկացած անձի ազգային ցանկացած պատկանելիության անձ թակել է մեր գրասենյակի դուռը, մեր տան դուռը։ Սա գրասենյակ չի, եզդիների տունը դա նշանակում է տուն 24 ժամ։ Իրավունքի տուն եւ իրավունքի վերածնունդ, իրական իրավունքի գնահատում օրվա 24 ժամվա ընթացքում։ Դա մենք ապացուցել ենք մեր գործունեության ընթացքում։ Մենք ուրախ ենք, որ այսօր ունենք մի այսպիսի տուն, եզդուտուն, եւ այս տունը թող լինի միայն լավ նպատակների համար ծառայի մեր երկու ազգի, միայն երկու համար չի, ես տեսնում եմ Իսրայելը ամեն մեկի կողքին կանգնած է, որ ունի հարց, որ ունի մի որևէ անհասանելիություն, Իսրայելը նրանց հասցնում է ձեռք։ Շատ կարևոր է ընդհանուր հայացքներ ունենալ, ոչ միայն ինչպես արդեն նշեցի Հայաստանի Հանրապետության ապագայի, այլ նաև մենք Եզդի ժողովրդի հետ կարելի ասել շատ առումներով բախտակի ժողովուրդներ ենք եւ նաեւ պետք է հաշվի առնել, որ Եզդի բարեկամ ժողովուրդը շատ կարևոր ավանդ է ունեցել եւ ունի ինչպես պետականաշինության, այնպես էլ մեր պետության անվտանգության եւ պետականության պահպանման հարցում։ Դրա օրինակները շատ վառ են բոլոր պատերազմներին մասնակցությունից բռնած մինչև շատ տարբեր այլ ոլորտներում։ Հետևաբար այս ընդհանուր մոտեցումներն են, որ հիմք են հանդիսացել նաև համագործակցության, որ մենք նաև փորձել ենք միավորել ուժերը եւ միասին գնանք այս ճանապարհը ի բարօրություն մեր հայրենիքի եւ ժողովուրդների։ Հանդիպման առանցքային թեման պետական կառավարման նոր մոդելի քննարկումն էր։ Պետական կառավարման նոր մոդելի վերաբերյալ եզդիական համայնքի եւ ժողովրդավարական համախմբում կուսակցության պատկերացումները լիովին համընկնում են։ Միասնության գաղափարը, որով առաջնորդվում է կուսակցությունը, անմիջականորեն կապվում է ազգային փոքրամասնությունների հետ։ Մենք մասնակցում ենք ընտրություններին կերտենք հայկական պետություն կարգախոսով եւ մեզ համար այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածությունը։ Պետական կառավարման համակարգում եզդիական համայնքի մեր բարեկամ ժողովրդի ներկայացուցիչները պետք է անպայման մասնակից լինեն։ Դա կլինի մարզպետարանների աշխատանքում, դա կլինի պայմանական ասած կառավարությունում կամ կառավարությանը, չասեմ առընթեր մարմին, բայց կառավարության պայմանական ասած հատուկ հանձնարարություններով կամ հատուկ հանձնակատար, որը նաև լիազորված կլինի շփվել աշխարհասփյուռ եզդիական համայնքի հետ։ Խոսքը վերաբերվել է նաև Հայաստանի Հանրապետությունում պետական հիմնած ձեռնարկություններին, այդ թվում նաև 5 մարզպետարաններին, որտեղ պետք է լինի պարտադիր կերպով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Ըստ տարածաշրջանների Լոռու մարզում, Մալականներից Կոտայքի մարզում եւ Եզդի եւ Հույն, Արարատի մարզում եւ Եզդի եւ Ասորի, Շիրակ, Արմավիր, Արարատ այս տարածաշրջաններում պարտադիր Եզդի ներկայացուցիչներ, որոնք իրանց ստատուսը կունենան որպես մարզպետի տեղակալ, օգնական, խորհրդական ըստ իր ունեցած կրթության աստիճանի եւ ըստ ժողովրդի վստահության։ Հայ ժողովրդի անբաժան մասը լինելով ազգային փոքրամասնությունները ողջունում են կուսակցության տեսլականը։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության հետ ենք։ Եզդի ազգը հայությունը համախմբված մի բռունցք են դարել, ձեր ձեռքի են տալիս, որ ամեն ինչ նորմալ ընթանա։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը կոտրում է բոլոր կարծրատիպերը չգրված օրենքներով։ Մենք պետք է մի բան հասկանանք, մարդ արարածը իր գենետիկայով ունի իր սեփական ազգային ինքնությունը։ Եվ այդ ազգային ինքնությունը պետք է պահպանվի եւ հարևի բոլոր պարագաներում։ Պետք է ընդունենք, որ մեր սահմանադրության դրույթը ընդհանրապես դեկլարատիվ բնույթ ունի։ Ասենք սահմանադրությամբ հռչակեցինք, բայց այդ ազգային ինքնության պահպանման համար մենք չունենք պետական կառույցներ չունենք, որոնք ապահովեն մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրենց ազգային ինքնության պահպանումը։ Այս առումով ազգային ինքնության պահպանման համար պետականորեն պետք է առաջին պարտականությունը լինի ազգային փոքրամասնությունների իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը, որովհետև ինքնության պահպանման առաջին խնդիրը դա սեփական լեզուն
մշակույթն ու ավանդույթները պահպանելն է։ Եռագույնի կարմիր գույնը իր ակնով ներկա ժողովրդի զավակը պետք է կերտի նաև հայոց պետականությունը։ Շնորհակալություն այս հրաշք մտքի համար, իսկ եռագույնի կարմիր գույնը ներկել է նաև Հայաստանում եզդի ժողովուրդը, ապացուցել է դարերով։ Մեր միասնությունը ձեր հետ է, ձերն էլ մեր հետ է, հետի եղել է դարերի խորքերից։ Ոչ մի ազգ, ասենք, հնից ի վեր դարերի խորքերից բռնած, այտենց եղբայրական սեր չեն ունեցել, չէ հիմա։ Ազգային փոքրամասնության հայաստանյան համայնքները, հատկապես եզդիական համայնքը, բարձր կարգավիճակ ունեցող կառույցի Սուրեն Պետրոսյանի նախագահությամբ կուսակցության ուշադրության կենտրոնում են։ Այս Հրիսայան շատ լավ տիրապետում է մեր բարեկամ եզդի ժողովրդի խնդիրներին։ Դրանց լուծման բավականին լավ տարբերակներ ունի ու նաև իր գիտելիքի իրավական ոլորտում եւ իր մասնագիտական ունակությունները նաև շատ կարևոր նախադրյալներ են ստեղծում, որ հնարավորություն կտա մեր ուժերը միավորելով նաև այդ խնդիրները ոչ միայն վերհանել, այլ նաև գտնել դրան ճիշտ լուծումների տարբերակներ եւ դրանք ոչ միայն բարձրաձայնել, այլ նաև գնալ դրանց լուծումների ճանապարհով։ Եթե մենք ունենայինք սոցիալական առումով սոցիալական արդարություն, եթե մենք ունենայինք իրական իրավական պետություն, որտեղ իրավունքը կգերակայեր, մեր սիրելի ընկեր Այսեր Իսայանի գործերը այդքան ծանրաբեռնված չէին լինի եւ նրա չարչարանքը այդքան մեծ չէր լինի։ Դրա համար ես հենց այս իրականության պայմաններում եմ ուզում գնահատել, որ նա տիտանական աշխատանք է կատարում, որովհետեւ այսօր իրավապաշտպան գործունեությունը դա ամենաանշնորհակալ եւ ամենավտանգավոր գործունեությունն է եւ դրա համար այդ գործունեությունը մեկ բառով կարելի է բնութագրել որպես առաքելություն, իսկ առաքելություն ամեն մեկին տրված չէ իրականացնել։ Եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանի կողմից բարձրացված հարցերը ուշագրավ լինելուց բացի լիովին համապատասխանում են կուսակցության որդեգրած քաղաքականությանը։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետք է գնան լրացուցիչ ցուցակով ու սպասեն տենան որ կուսակցությունը հավաքեց առաջի տեղ, որ տվյալ ներկայացուցիչին տանի, այսինքն մենք մի քանի տարի առաջ Սադոյանի հետ եղել են թեկնածու։ Ես մեկ այդ կառույցից ԲԿ-ից Սադոյանը, մեկ այդ եւ երկուսը սպասել են տենան մեզանից որնա գնալու։ Բայց իրականում պետք է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին գնահատեն հավուտ պատշաճի 1500 ընտանիքի համար անվճար բնակարան տարեկան բազմազավակ։ Այնպես սկսենք տներ սարքել պետության հաշվին։ Հայաստանում այդքան հայ եզդի երիտասարդ ընտանիքներ 5, 6, 10 երեխա ունենան, որ ընդհանրապես մի քանի տարի հետո մենք կխոսանք երիտասարդ ազգի մասին, մենք կխոսանք երիտասարդ ժողովրդի մասին։ Իսկ եթե բազմազավակություն եղավ ընտանիքներում, դա նշանակում է նոր կրթարաններ, նոր մանկապարտեզ, նոր դպրոց, նոր գործարան, նոր հզոր ուժ։ Իսկ այդ հզոր ուժի, հզոր գիտական պոտենցիայի վրա ոչ մի բանակ չի գալի, որովհետև գիտեմ, որ քո խելքը կտրում է ամեն ինչից, եւ իրականությունից եւ կեղծիքից։ Շնորհակալություն։ Ասում ենք անհրաժեշտը, հետո հնարավորը եւ հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը։ Սադոյանը մեր կազմակերպության իրար հետ ենք հիմնել։ Հիմնադիր խորհրդի անդամ այսօրվանից պարոն Սադոյան ջան, իմ լիազորությունները Արդարադատության նախարարությանը կուղարկեմ գրություն, որ մեկ ամսով ուղիղ իմ լիազորությունները փոխանցվում է պարոն Սադոյանին, որպես կազմակերպության նախագահ, որովհետև իմ տեղակալը ինքն է։ Շնորհավոր եմ պարոն Սադոյան։ Ես դրամ դեպի